սորավորել Վարդանանց տոնի գավաթությամբ սիրներ բոլոր վարդանները, խորենները, կարեկինները, արդագները, արսենները, հմայակները, ներսեսները, համազասները, եղիշեները, վահանները, տաճակները և համապատասխան նաև մագանում ունեցող անցանց։ Այսօր ազգային և եկեղեցական տոն է սիրելիներ, տոնը, որ մեր ազգը քրիստոնեությունը ընդունել է ի վեր, կտոնե և հպարտություն կուտա ամեն մեկ հայ զավակին։ Եվ պզդիկ էինք դպրոց կերտայինք առաջին արտասանությունը, որ կսորվեինք, ինչն էր, հայ եմ ես, քաջ Վարդանի թոռն եմ ես։ Այն ադեն մեզի համար պարզապես արտահայտություն էր, բայց երբ որ կմեծնանք, կամաց կհասկանանք ինչ է հավատքը, ինչ է ազգությունը և ինչ արժեք ունի ադիկա իմ անձիս համար, ինձի պես հայիմ համար, այն ադեն հպարտության կապ։ Պատմության ընթացքին մարդկությունը փաստած է, որ պատերազմները մարդոս ճակատագիր կորոշեն։ Պատերազմներով մարդուս ով լալը մեջտեղ կա և ազգիմը ճամփան կհստականա կամ կխաթարի։ Եվ հայը եղած է այդ ռազմական հոգին ունեցողը, որ ամեն պատերազմի մասնակցած է, ամեն կնով, բայց հատկապես երբ որ իր նվիրական հավատքին և սրբություններուն տված են, այդ անգամ ինքնազոհաբերությամբ քացած է առաջ։ Բարև ձեզ հայ հորիզոն, ձեզի հետ այսօր լավալի Սուրբ Գևորգ եկեղեցի են ներս, այսօր հոստեղի ունեցավ Վարդանանց դոնի Սուրբ և անմահ բադարակը, որ մատուցեց դեղվույս արժանաբադիվ Դեր Հակոբ Քահանա Քյաթայանը։ Արարողութենեն վերջ ներկաները ուղղվեցան թեպի Բարոնյան սրահ, ուր դեղի ունեցավ գեղարվեստական հայդակիրմը դարձյալ նվիրված Վարդանանց դոնին, գազմագերբությամբ հոգապարծության և հոմի լավալի Շուշի մասնաճյուղին կողմէ։ Օրվան պատգամը փոխանցեց Վիկեն Աբրահամյանը։ Վարդան Մամիկոնյան անչափ լավ գիտեր, որ Սուրբ Գիրքը, որ իր զինվորներուն կքարոզեր, կքաչալերեր մագաբայեցված հին հրյաներու ապստամբության այդ պատմությունով։ Ուրեմն նույն ձևով մենք ալ այսօր, եթե գուզենք հայ մնալ, մեր ինքնությունը պահել, մեր սրբազան արժեքները պահել, ոչ թե միայն պետք է պիտի զմայլենք մեր անցյալ նախնիներով, այլ իրենց օրինագին հետևելով։ Անկախ ուր ես, Կանադա ես, Միջին Արևելք ես, Հայաստան ես, որտեղ այդ հոգին փոխանցականություն ունի։ Եթե այդ հոգիով մենք ապրենք, կտեսնենք, որ կյանք ավելի խորուն իմաստ ունի, քան մեզի այսօր աշխարհը կծախե։ Քաջությունը գուկա հավատքեն, ասի հայտնի է Սուրբ Գիրքեն, որովհետև հավատքեն է, որ ամեն նվիրական արժեք իմաստ կունենա։ Եթե առնենք Վարդան Մամիկոնյանը, նախ պետք է հիշենք, որ ինքը Սահակ Բարթևի թոռն էր, այսինքն մեծ հայրը եղած էր կաթողիկոս եպիսկոպոս, որ իրեն ներշնչած էր Սուրբ Հոգիի շնորհներով եւ Սուրբ Գիրքի խոսքով։ Ուրեմն մենք ալ Վարդանին նայելով պիտի նախ գիտնանք մեր ազգային պատկանելություն ինչը սեր է, մեր ազգային արժեքները եւ ադոր մեջ են նաեւ մեզի փոխանցված ավետարանը եւ ադորով ապրենք ուր որ ենք։ Այսօր լավ հաշվաբա ես, լավ քրիստոնյա պետք է լաս։ Այսօր լավ փաստաբան ես, արդարություն պիտի նես, բժիշկ ես, հոգով սրտով պիտի ուրես, որովհետև հայը իրավունք չունի դգարը լալու։ Հայը պետք է զորավոր լալ ամեն ինչի մեջ։ Գիտակ եւ գիտնալով, որ իր փրկիչը Հիսուս Քրիստոսն է, եւ եթե Աստված մեզի հետ է, ոչ մեկ կրնա մեր արջևը լա, ինչպես կսե Բողոս Արաքյալը։ Շատ շնորհակալ ենք։ Աստված օրհնե, շնորհավոր Վարդանանց տոն։ Այժմ գահաչեմ ձեզի, իմ քաջ նիզակակիցներ։ Մանավանդ որ ձեզ մեզ շատերը քաջությունով բարձր եք ինձ մե եւ հայրենական կավար բարձր եք։ Բայց երբ ձեր հոշար վանքով ձեզի առաջնորդ եւ զորակալու գարգեցիք զիս, թող ախորժելի ու պաղծալի
թվին իմ խոսքերը մեծերուց և փոքրերուց ականջին։ Չվախնանք հեթանոսներ ու պատմություններեն և ոչ այլ մահկանացու մարդու ահագին ծուրիտեն թիգում դարձնենք, որովհետեւ եթե դերը հաղթությունը մեզի թողու, սատկեցնենք անոնց զորությունը և բարձրանա ճշմարտության կողմը։ Վախը թերահավատության նշան է։ Թերահավատությունը մենք շատոնց հեռացուցած ենք մեզ մեն։ Անոր հետ թող երկրն այլ պահչի մեր մտքերեն ու խորհուրդներեն։ Շնորհակալություն։ Հավաքված ենք նշելու, դոնելու մեր ասկային ամենանվիրական դոներեն մին, Վարդանանց դոնը, որ հայորամյակները ի վեր մեր ասկի կդոնե ամեն տարի։ Պատմաբաններու և այլ այսպես կոչված մասնակետներու գարձիկով, Վարդանի և իր զորագիցներու սխրանքը մասնավորապես կարևոր տեխնը չէ։ Ոմանք նույնիսկ կսիրեն ասել, թե բարսկային աղբյուրներում մեջ նշում անգամ չկա անոր մասին։ Կշեշտեն նաև, թե անհաղթանակ իսկ չէ բարին մասնակիտական առումով, որովհետև ըստ պատերազմական կանոններուն հաղթական կհամարվի ան, որ կբահե մարտադաշտը, իսկ ավարարի ճակատամարտի ավարտին մարտադաշտը մնաց Բարսիկ բանակին։ Բայց մենք զայն շարունակենք դոնել ամեն տարի, կանոնավորապես ամեն պայմաններու մեջ, զայն կդոնենք նաև Իրանի մեջ, որ այդ պատերազմի մեր հակառակորդն էր։ Բարև Վիկեն։ Բարև Տամար, ինչպես ես։ Շատ լավ, մենք մեծ հաճույքով մտիկ այսօրվա բացկամը Վարդանանցի մասին։ Գիտեք, Վարդանանցի դոնը ինչպես որ սիրքանի մթար անցած է, բայց մենք դակավին այդքի ժողովուրդներեն ենք, որ կդոնենք նաև մեր բարդությունը։ Ուրեմն ինչ է ծեր այսօրվա հագիշ ծևով ամփոփ բացկամը որ դվիկ այսօր։ Եթե շատ ամփոփելու լանք վարզավեսայներ, որ ինչպես նշանավոր անեկդոտ նագա Վարդանիկի մասին, որուն կհարցեն, թե հաղթեցին, թե բարդվեցան հայերը, ինքը պատասխանեն գրվեցան։ Ինչպես ասի խոսքից մեջ Վարդանանց պատերազմը նշանավոր է այն պատճառով և ժողովուրդը իր ենթագիտակցության մեջ այդ գսկա և այդ բանով է, որ նշանավոր է այն պատճառով, որ Վարդանանց պատերազմը մենք թագավոր չունեինք։ Այդգե առաջ եղած բոլոր ճակատամարտները, որ մղած ենք Դիկրամեզենը, Լանգեալ առաջ եւ այլն, բոլորն էլ եղած են թագավորիմը մագանին դակ, հետևելով թագավորիմը։ Երբ որ մենք թագավոր չենք ունեցած, փոխարած ենք թագավորներ, Բարտևները եկած են եւ թագավորած են Արշակունիներու շրջանին եւ այլն, բայց առանց թագավորի պատերազմի տաշ չենք կացած, մինչեւ Վարդանանց պատերազմ։ Բայց Վարդանանց պատերազմը առաջին դեպքն է, որ կփաստե որ հայը գայացած ինքնություն այլևս բեկչունի թագավորիմը, որբեսի իր հայելլալ աբացուցե։ Ինքը հայ է, անգախ իր թագավոր են, ասկային ինքնակիդակցության հասնելու մեր վգայականն է։ Եվ մենք հասած ենք այդ գիդակցության, ասկային մեր գիդակցության, կրետ է Եվրոպայեն ասենք 1500 տարի առաջ։ Դագավի մարդիկ չէինք իրար ասկի ինչ է, մենք արդեն գայացած ասկ էինք։ Հետևաբար, երբ որ միշտ խնդիր գլա վիջինք երբեն որ Հայաստանի Հայաստանը ասկ է, թե ասկ չէ, ասկ պետություն հղացք է մեզի հետ ինչպես կպրնե։ Մենք այդ դժվարությունները ունենք այսօր դեղավորվելու միջազգային նորմերում մեջ այսպես ասենք, միջազգային չափանիշներում մեջ, որովհետև մենք այդ չափանիշները շատոնց ետև ցկած ենք։ 1500 տարի առաջ ենք մյուսներն, որպես ասենք տակցուն, եւ Վարդանանց պատերազմը ադոր աբացույցն է։ Եվ ժողովուրդը ադի գիտե եւ ամեն անգամ նշե, գտնե որ այո, մենք ենք։ Մենք կայացած ենք։ Նույնիսկ հավատքի համար, որ գսեն հավատքի համար գրվեցավ, ովևէ հավատքի համար չգրվեցավ հայը, իր հավատքին համար գրվեցավ։ Ոչ թե ընդհանուր քրիստոնեության համար։ Արդեն իսկ Վարդանանց պատերազմի ադեն մեր եկեղեցին ասկայնացուցած էինք։ Մենք երբ քրիստոնյա եղանք եւ առաջինը մենք քրիստոնյա եղանք ոչ թե որովհետեւ քրիստոնեությունը շատ հրաբուրիչ էր կամ գուզենք որ քրիստոնեական
մեծ ընտանիքի մեջ ծուրվել։ Մենք քրիստոնեությունը ընդունեցինք, որդեգրեցինք եւ ժողովուրդը ադիգա հանդուրժեց, որ այդ մեզ կդարբերեր մեր շրջապատեն։ Մեր դարբերությունը ցույց կտար։ Նույն պատճառով մեր բապ թագավորը անցավ մեկ քայլ ավելի անտին արկիրեց մեր գաթողոսին, որ երթա Գեսարիա օձերու, սա մենք մեր գաթողոսը մեր ձեռքով դոցենք։ Արդեն ասկային եկեղեցի հիմնեց։ Եվ մինչև այսօր այդ է վիճակը։ Այս ամբողջի խդացումն է Վարդանանցը, սիմվոլիկ է։ Ինչպես քիչ առաջ խոսքից մեջ ասի, գերնալա թվանշանները մտածածին են։ Գերնալը օրինակ համար 60,000 գդրիչուն էր իր հետ Վարդանը, ուներ 6,000 դերևս, 1-0 ավելի փախեր է։ Գբադայի։ Բայց նաև բացատրեցիք, որ scientifically, այսինքն այդ տարածքին վրա այդքան զինվոր չէր պահվել։ Զինվոր չէր գնալ պահվել, եւ եթե իսկապես մեկ օր խիստ ճակատամար դեղավ փիղերու, բանդերու տմիվան եւ այլն եւ զոհերու քանակը, որ գնայք որ 1036 զոհ 60,000 են, համադապար այսին քիչ է։ Հետևաբար 60,000 ուրջացված ծիվ եղած է, բայց ադիգա ինքն խնդիր չէ։ Բնավ կարևոր չէ, 6,000 եղեն, 60,000 եղեն, հարցը այն է, որ մենք գրվեցանք հանուն վերացական իդեալիմը, ոչ թե թակավորին։ Վիկեն, եթե այդ իդեալը բերենք այսօրվան, ներկա ժամանակներուն, ինչպես կրնանք Վարդան Մամիկոնյանը, ասենք առնել իբր օրինակ եւ հետևիլ իր օրինակին։ Մենք որքան հերու ենք Վարդանները։ Հարցումը դեղին էր եւ միաժամանակ պատասխանն շատ հստակ է։ Գմանա բարձաբես թիդել։ Վերջին 30 տարին, 40 տարին մեր պատմության վրա դիտենք, գսկանք որ բնավ հերու չենք։ Հավատացեք հերու չենք։ Մեր այսօրվա հերոսները, որ երապլուրմը լեցուցած են, այդ 5000 զոհը, որ մեկ քայլ չնահանջեց 44 օրյա պատերազմին, ասի պետք է ասել, պետք է շեշտարամիտ, թող ոյ մեկի չսե բանակը չգրվեցավ կամ չեմ դերին եւ այլն, այդպիսի խոսքերը ամոթ են պերան անգամ առնել, երբ որ այդ բանակը, որ նախադեсված էր 2 շաբաթ դիմանալու, մինչև օգնություն հասնի, դիմացավ 6 շաբաթ եւ օգնությունը չհասավ այդպես էլ, ինչ կրնամ սերադորանունը։ Դագավին այդ ոքինգա։ Ոքինգա, թող ոյ մեկը չի գարձե, որ այդ ոքին չի գա։ Շատ լավ գա այդ ոքին, ես անցամ բախտ ունեցած եմ հանդիպելու այդ դողոցեն շատերուն հետ, գսկաս որ ոքին հոն է։ Եվ մեղք է, հոևեցեով հագարակը դել։ Այո, վասակներ միշտ եղած են, չերա չասի։ Մեր ամբողջ պատմությունը Վարդանի եւ վասակի պատերազմ է։ Մեղք կյանքի ինքն իր վրա վստահություն չունեցողի եւ ինքնավստահ քաչի բախումն է միշտ։ Մեր աչքին առաջ տեսած ենք Քեվոր Չավուշներուն երկի մեջ է երկենք, միշտ հաղթեց մեկով անոնց 1000-ին։ Եվ ասի միան բանաստեղծական թրիչ չի, իրական դեպքեր են, երբ որ Գևորգ 2 օքյով 1500 զորքի դեմ ելած է եւ գրծած է ազատիլ։ Երբ որ մեր դղակը Կարամյա 4 տարի 91-ին 95 թուղթի վրա բոլոր հաշիվներ արհամարելով, որ բոլոր հաշիվները թուղթի վրա բացեին, որ մենք չենք կրնար հաղթել, ոչ զինամթերք ունենք, պետք է անջապ, ոչ ճամփան, աս չունենք, ան չունենք, դերուն ցանկի շատ երկար էր, բայց հաղթեցինք, որովհետև հայ զինվորը դարբեր է։ Հայ զինվորը պետք է ճանչնալ, որ գիտնաս թե ինչ կրնանել այդ հայ զինվորը։ Հայ զինվորին միայն պետք չէ խանգարել։ Եվ գիտեք ինչ հրաշքները կորձե։ Դժբախտաբար այս վերջին պատերազմին շատ խանգարեցին հայ զինվորին կորձը։ Եվ այդ էր բարդության պատճառը։ Այսինքն մենք ալ իբր ժողովուրդ վարժ չէինք։ Միշտ հայց պատմության մեջ լսած, գարտացած ծորված էինք, որ այո, հայկական բանակը միշտ ավելի քիչ եղած է թիվով, բայց մենք հաղթած ենք։ Այնօր համար ինչպես որ ասիք, այս վերջին պատերազմը շատ ցավցուց բոլորիս։ Շատ ցավցուց, որովհետև զինվորը իր հանձնարարությունն շատ ավելին ըրավ։ Այդ դակը մեկ քայլ չնահանջեցին։ Սպասեցին պիտի հասնի օգնությունը չհասավ, որովհետև այդ մեկ դողանոց հրամանը, որ պետք է երթար, չկնաց։ Թե ինչու չկնաց,
Անորալ պատասխանը խորհրդարանի մեջ բանդարգած են Հայաստան։ Դեղեկագիրը գազմեցին, դրին փագիդակ մեկի բիճի գարտա։ Ինչ եղած է։ Ինչ կնշանակի։ Վարաբի աշխատանքը լիքատկան 3-4 տարի։ Ուրեմն գամուչնան գործանալու դեղեկագիրը։ Որովհետև վասակներն են։ Ինչպես որ ասիք միշտ կան վարդաններ եւ վասակներ, բայց ամենեն կարևորը այն է, որ այդ ոգին չմերած հայ զինվորի մեջ, հայուն մեջ եւ անոր համարալ պետք է միշտ հույսով մնանք կգարձեմ։ Այո։ Թուրքը շատ պիտուզեր որ հայը վերջանա այդ ոգի մերածը լա, բայց ինքն էլ գիտի ամեն անգամ գտեսնա եւ գադաղոտենեն ավելի գադաղի, որովհետեւ հայը ոչխար չէ։ Ինչքան ալ կփորձեն հայեն ոչխար սարքել, ոչխար չէ հայը։ Հայը խոյ է։ Հայուն սիմվոլը խոյն է, որը գրվազան տեսակն է ոչխարին։ Գրվազան եւ համար։ Ինչպես խոյը։ Վիկեն մենք դակավին գրնանք շատ ավելի երկար խոսի, շատ հաճելի էր։ Շատ շնորհակալ ենք այս արիթին համար եւ ցեզի հաջողություն կմաղթենք։ Շնորհակալություն Թամար եւ մաղթեմ որ հաջորդ անգամ ավելի լայն հաղթանակներու մասին խոսենք։ Ճուճե։ Եվ մի տանիրս մեզի փորձություն, այլայած մեզի շարեն, զիկոյ աղբայություն և զորություն և պարկ հավիդյանս հանդենից ամեն։ Ամեն արան դու խաշարի, դարի երգին բացացուցի, որ դու հավեր հողին տացի, անուշար եմ հողին տրի, որ հայրերյաս շողարև շավաշանա պաշտի բերև, որ հայրերյաս շողարև շավաշանա պաշտի բերև։ Բարև ձեզ Լավալի հայ օգնության միության հոմի Շուշի մասնաճյուղի Շուշի ծերարվեստը այսօր գփոլորե իր երրորդ դասընթացներու շրջանը եւ այսօր վերջին օրն է ուր հավաքված են աշակերտներ եւ ուսուցիչներ ցուցադրելու նաեւ իրենց գործերը։ Հերմին գտեսնեմ, որ այս շատ գեղեցիկ ծերակորձները, սեղանի ծածկոցները ծերքին կորձնեն, երբ աշխատած եք ասոնք։ Ասոնք անցյալ դարի աշխատեցա, երբ մեջս փափակ ունեցա աշխատելու եւ որ սկսա դասընթաց տալու։ Ուրեմն ասի որ լավ քանի որ սկսա ես դուն աշխատիմ, աստծածկոցը կորձի ծառայեցնեմ եւ անանգով սկսեցա։ Եվ ինչ որ հասկանամ, աս ծերակորձին դիզայնը լիպանանեն հետ վերածես։ Այո, լիպանան կծեցնել դալու կացածեի եւ որ վերաթարցին կացի որ առնեմ, ամուսին սավ ուրեիր, ասի ասինչ փողոցը կացի ծերակորձը բերելու, սավ անդեղը շատ վտանգավոր թաղ ինչպես կացիր։ Եվ Աստված զիս անդեղեն ազատած է, որբեսի ուրիշ բզդիկ ծածկոց մգար Սուրբ Հակոբ եկեղեցի նվիրեցի դեր Քարնիգին խնդրանքով ադի մեջս արտնցուց հավատքը որ եթե ես ուրեմն աս ցերակորձ ինձի ազատած է at վտանգեն եւ որ եկեղեցու նվիրեմ ուրեմն միտքս միշտ նպատակ մգտնեմ հիվանդի համար գաղոթեմ գաշխադիմ ցերակորձը եւ գղրգեմ եկեղեցիներու որբեսի իմ հավատքս ավելի զորացուցած ցերակորձը Ուխտիպես ուրեմն մինչև հիմա որ եկեղեցիներուն նվիրած ես Սուրբ Հակոբ առաջին հերթին ետքը Սուրբ Նշան Քամբրիջ Թորոնտո Աստվածածնա եկեղեցին Վենիս Մխիթարյան վանք եւ մեկադալ աշխատեցա հիմա Բարսկաստան գրգելու երկրորդ մգնեմ գոր Երուսաղեմ Սուրբ Հարության վանքը ամբողջ ասոնք ուխտերածեմ ուխտով աշխատածադենս աղոթելով աշխատիմ որբեսի առողջություն բարգեւե բոլոր հիվանդներուն աս եղած է նպատակս
Իսկապես շատ քեղեցիկ ուխտ է գհուսանք որ Աստվածալ ծեր սրդին համեմատ կուդացեզի ես կհիշեմ այդ թիմակները երբ որ աշխատեիք հայ զինվորներուն համար երբեք չեմ մոռնար ծեր վարձքը գադար եւ հաջողություն Շնորհակալ եմ շատ։ Գերուի Էստեր, ես շատ հետաքրքրված եմ, որ ասեղնակորձության մասին մեզի դեղեցություններ փոխանցեք։ Օրինակ, ասմեգը այդքան նուրբ է, ժանյակ կգոչվի։ Եթե մեզի գրնակ խոսիլ ընդհանրապես ասեղնակորձության մասին, որ ինչպիսի աշխատանք կբահանջի ասեղնակորձություն։ Որ աչք, համբերություն եւ սիրելով, եթե գրծար, գրնաս կորձը մեջտեղ բերել, ոչ թե չլար։ Ամպերություն գսենք, որովհետև շատ ժամանակ կառնե։ Շատ ժամանակ կառնե եւ քաղաքնիկներ գա, որ համրանք ուզե։ Եթե համրանքով չնես, բոլոր կորձը սխալ գելե։ Դուք ուր սորված եք ասեղնակորձություն։ Ես մանկութենես ասեմ 10-12 տարեկան, որով մեր ադենը ոչ ինտերնետ կար, ոչ մոբայլ կար, ոչ մեկը չկար ասոնց։ Թբրոցեն էդո, որ շրջանավար դեղանք զավարյան թբրոցեն, ուրեմն դունգուկայինք մամաս, հոր եղբորստիգինները, ասցերակորձը աշխատեին, իմալ մեջս պապակ մարտնցավ, որ ընեմ և հիմա շատ կոհեմ, որով 50 տարի, 60 տարի աշխատեր եմ ասկորձը ես։ Եվ հիմա կփոխանցեք ավելի երդասարդ։ Ձեմ նոր սերունդին, որ սորվին չիմահանա ասկորձերը։ Ինչպես կորոշեք դիզայնը ամեն մեկ կորձին։ Ես քանի որ բզդիգուտ սորված եմ, այսին դպված է ուղագի, չեմ մորնար։ Քանի տեսակ գրնաս ասեղնակորձության կորձը օրինակ մահանեք։ Ները շատ ընդարձակ է, զորոնակ հիմա այդ կորձիս մեջ օրինակ մգար քիրկիմը մեջներ։ Թուրքիայեն քիրկ եկած էր, այդ քիրկին մեջ են մի քանի օրվա մեջ այդ օրինակը գրծակաշել։ Եվ հիմա չկա աշխատող ասեղնակոզներում, որ այդ օրինակը ըլլա։ Իսկապես հսկայական աշխատանք է, մեծ համբերություն գուզե։ Աշխատեր եմ։ Գերմանիա կացեր է, նվեր։ Շատ շնորհակալ ենք, որ թե ունիք ասենք ցիրկը եւ թե գփոխանցեք հաջորդ սերունդներուն։ Ուզեմ որ նոր սերունդը սորվի, բայց համբերանք չունին դժբախտաբար։ Գուկա։ Շատ մերսի։ Ճազի։ Ինչ կորձի վրա աշխատիս։ Մարաշի կորձ է, այո, ասիկա երկրորդ տասարանս է նորեն արի, տասը, որոդև գուզեմ շատ լավ սորվի լսելով, ես արդեն մարաշի եմ, այո, անոր համար ուզեցի, որ քիչիկ մը նեներու սպաները սորվի մս։ Սա է մեծ մամաներեն, ասանք կորձեր ունիս դունը, չէ։ Այո, ունիմ, այո։ Եվ հիմա տունալ պիտի ավելցնես այդ կոլեկշնին վրա։ Ինչպես է, թյուրին է մարաշի կորձը։ Ոչ, ինձի համար ոչ, ինգերուիները գսեն թյուրին է, բայց ինձի համար ոչ, շատ դժվար է համրել գա, մեկ հատ սխալնեսն է, երորդ չորորդ կարգին գկիտնաս, որ առաջին կարգը սխալ ըրած է իր, հա, Եվ այդ բարակային պետք է ետ քագես ետ սկսես։ այո, այո, Օ, շատ դժվար է իրավունք ունիս։ անանգ նելով կագելով, ետ նելով կագելով, անանգով ետ կաշխատիմ գոր։ Քեզի ինչպիսի ասանք կոհացում գուդաս կորձը։ Շատ ասանք ռիլաքսինգ է, ասանք ավելի պանգլաս, ասանք շատ կհանգստանամ եւ սիրելով գնեմ գոր եւ պամն է որ գուզեմ ես սորվիլ անցյալի բաները անիգա է այո Շատ շնորհակալ ենք Ալին, քեզի հաջողություն, վստահ եմ հաջորդ այցելությանս ասիգա վերջացուցած պիտելաս։ Այո, պրոժեիս վրան պիտի սկսեմ։ Այո։ Շատ մերսի։ Մերսի շատ։ Ընդհանրապես մեր կորձերը եղած են մեծ կորձեր, դունը զարդարելու համար, սեղանի ծածկոցներ, անգոնի ծածկոցներ, փարցի ծածկոցներ։ Սակայն մենք մեր աշակերտներուն նաև ուզեցինք իրենց միտքը ուրիշ տեղ դանել, այսինքն չի ներփակենք, կետրոնանանք ան մեծ կորձերուն եւ վախնանք ադոնց կորձի մեծությամբ, հապա փոքրիկ բաներ ագրնանք նել։ Օրինակ, մենք պատրաստեցինք ցերնոցներու վրա մարաշի կորձեր, բայսակներու վրա մարաշի կորձերին, ինչպես նաև ակնոցամաններ, այսինքն դու պիտի կորձածես քու երևակայությունը, որովհետեւ գարնաս ոյվե մեկ զարդարես նաև հայկական ցերարվեստներով։ Ադեր որ փորձեցինք մեր աշակերտներուն սորվեցնել
անշուշտ մեր դասընթացը չգետրոնացավ ադոր վրա, գետրոնացավ ընդհանրապես թե ինչպես պիտի ստեղծագործեն, ինչպես պիտի անեն մարաշի գործը։ Եվ ինչ էր ձեր կարծիքը արդյունքին մասին։ Հետաքրքիր հարցում է համար, որովհետև գիտեք, երբ ծերակորձս ես այսօր մանավանդ նոր սերունդը ընդհանրապես նորից չէ, ադի մայրիկներուն կպատկաներ մեզի չէր։ Սակայն կմոռնան, որ ստեղծագործություն է, ինքնին ծերակորձը ստեղծագործություն է։ Այսօր ոյ մեկ բանի նման, երբեմն սիրելով գնես, նախ հոգիով, մտքով գնավիրվիս ադոր։ Եվ երբ գդորը ամբողջացուցիր, քո պրոջեկտը ամբողջացուցիր, դու նծարտարես, ընտանիքը դար հետդ միասին գուրախանա։ Ուրեմն ներառյալ ես, աստերակորձներս բոլորը մեծ մասը բայսակներու, վարիզներու, թարակներու մեջ տրված էին, երբ սկսա դասավանդել, իմ ծերակորձներս մեջ հանեցի եւ ուրախությամբ կգործածեմ։ Եվ պիտի ասեմ, որ հյուրերս ալ երբ դու նկան, ինձ այցելեն, ինչպես որ գսեն խոսակցության նյութ կդառնա հիմա ծերակորձեր, գնամսել վերածնեցան, ինչպես որ փշտակ բարեն է, այո, այսօրվա ծերակորձերը։ Ուրախ եմ, որ աշակերտները կշարունակեն, մենք պիտի սկսենք նաև մեր 4-րդ դասընթացը, շրջամրինք արդու եւ երկուն եւ հավանաբար նորեն արդու եւ երկունն ենք, որովհետեւ աշխատող երդասարդ դիգիները կփապակեն իրիկ վատասընթացքի մասնակցել։ Այսինքն մեծ կոհացում է մեզի համար իբր տասադու մեզ համար քնահատանք է իսկության մեջ, իբր տասադու երբ որ աշակերտներ եւ հետաքրքրված անցիկ ունենանք։ Շատ շնորհակալ ենք ձեր վարձքը գադար։ Մերսի, քույր վարձդ գադար։ Երրորդ դասընթացն է, Մարաշի բարակային անշուտ կխոսիմ, 16 հոգի արձանագրվեցան եւ մենք սկսանք 27 հոկտեմբերին։ Հիմա անշուտ ընդմիջում եղավ դոնական օրերու, ուրեմն ընդամենը 10 դասերինք, պետք է ասել, որ Մարաշը շատ փնդրված է եւ հետաքրքրվողներու թիվը միշտ մեծ է, ինչպես որսի արդեն երրորդն է եւ շատ հավանաբար 4-րդ մնաբիդի լա։ Այո, ադիգա նաև գխոսինք ետքը, ընդհանրապես մենք կտնենք նախ հայդարարությունը, որպեսզի գիտնանք, որ քանի հոգի հետաքրքրված է։ Եվ ըստ այնմ օրերը կճշտենք, անշուշտ ան որ պիտի դասընթացը ինքը ղեկավարե, իրեն հարմար օրը կճշտե, այդպես ալ գլա։ Այս անգամ երկուշաբթի օրերը հարմար դեսանք եւ առավոտ, որովհետեւ ընդհանրապես անոնք որոնք ուզեցին մասնակցողները նախընտրեցին եւ իրենց հարմար ժամը արդուն է։ Երկուշաբթի օրերն էր։ Ինչ կվերապերի ասեղնագործության 8 հոգի էին եւ ասեղնագործությունը շատ ավելի դժվար է։ Իրականության մեջ շատ նուրբ գործ է եւ նույն ցևով, նույն օրը, նույն ժամերուներինք, որբեսի ավելի թյուրինը լա նաև, յուրաքանչյուրը առանցին դեղմ անշուշտ։ Իսկ ինչ կվերապերի երեգոյան դասերուն, հիմա այնպես մաբադայեցա, որ այս անգամ երեգոյան արձանագրվող չունեցանք, բայց հարաճիգային անպայման որ պիտի լա, մանավանդ գիտեք օրերն ալ շատ ավելի երկար գլան եւ օդնալ կփարելավի, անպայման որ երեգոյան պիտի լան։ Հիմա չեմ գիտեր արդու եւ երեգոյան, բայց երեգոյան անպայման պիտի լա։ Այդպես Շատ շնորհակալ ենք քո հարցեր բոլորին վարձ կգադար։ Մերսի քեզիալ, քույալ վարձ կգադար։ Շիդագը աշակերտները շատ հետաքրքրված են անցյալ դարաշրջանին, երբ որ սկսեցանք, անընդհատ կհարցնեին աստասընթացներու մասին եւ իրավես հերացայինները չեն գենար, հետաքրքրված են եւ տեսակ ասեղնագործության մասին է որ կմտածեն, ոչ թե միայն Մարաշը, օրինակ այս դարաշրջանին ասեղնագործությունն ալ ուզեցին շատերը սորվիլ եւ գրնամ ասել որ այս հանձնախումբի աշխատանքները հաջողեցան շնորհիվ մեր ընկերուհիներուն, որոնք սիրահոժար գերբով եկան իրենց ժամերը դրամատրեցին եւ այդ իրենց համբերությունը եւ սիրով սորվեցնելու փապակը մեծ ներդրում էր ադիգա առանց իրենց չեմ գարձեր որ գնայինք աս ծրագիրը հաջողցնել որ լավալի Շուշի մասնաճյուղի Շուշի ցերարվեստը երբ որ հիմնվեցավ որ հիմնական նպատակն էր աս ավանդությունը աս մշակույթը ասեմ ցերակորձները հայկական փոխանցենք սերունդ թե սերունդ Եվ իսկապես շատ հոյագապ գործ է որ գնեք այդ ուղությամբ ծեր բոլորին վարձ կգադար Շնորհակալ եմ ցերալ վարձ կգադար
Այս շարիտով ուզենք հատուկ շնորհակալություն հայտնել բոլոր մասնակցողներուն, իրապես իրենց հետաքրքրությամբ եւ իրենց չանկերով գրցան բավական աշխատանք դանել մասնակցելով բոլոր դասերուն։ Շնորհակալություն, մեծապես կգնահատենք ձեր բոլորը։ Ուզեմ հատուկ շնորհակալություն հայտնել ընկերուհի Քոհարին, որ ամենադեմ նույնիսկ վարչութեն ընկենալին յետք շարունակեց Նեցու կանգնեցավ մեզի ուզեմ արծարեք երեն նրվեք։ Escabedos, Arkeva duamenets, Այսօր այս մանցերուր, Արցակյա Եսիս սպասմամես, Իգամանած մավիդյան, սրհավիդ է նից։ Սրբավետարանից Իսուսի Քրիստոսի որս ուգասու Ակեստեր ասվածներ պրոսում է ասե աստված Բարև ձեզ ամեն տարի փետրվար 14-ին հայ արաքելական եկեղեցին կնշե դիարընթարաչի դոնը Հայ հորիզոն այս արդի ներգա գտնվեցավ այսօր Սուրբ Հակոբ Առաջնորդանից մար եկեղեցի են ներս ուր դեղվույս հոգևոր հովիվը դեր Կարնիկ ավակ քահանա Կոյունյանը գադարեց բաճած ժամերկությունը դիարընթարաչի դոնին հետ կապված Արարողութենեն յետք ժողովուրդը ուղղվեցավ թեպի Սուրբ Հակոբ դպրոցի շրջափակը ուր հոմենտմեր Մոնտրեալի գամք մասնաճյուղի սկաուտները պատրաստած էին այս խարույգը եւ խարույգին շուրջ դեղի ունեցավ երգ, բար եւ հadouk արարողությունը խարույգին վրայեն ցածկելու Սոկույն երնի ուրվան որդը ունի աղերի մոտ 60,000 գդրիչներով զարգիր զարգվար ինգար կաչկաց ասիս սրած իցախուած Գյանթարաչի այս հրավարությունը կուկա նախաքրիստոնեական շրջան է եւ ուրեմն ըմբռնված է ինչպես այս ժողովուրդներու բարակային նաեւ մեր ժողովրդին մոտ եւ մեր նախաքրիստոնյա հայերուն կողմէ որպես փյուրեղացման մակրման բարոյական ներքին խորհրդանշան հadouk դիսագարկ ունի կգադարե երբ որ ծնողներ իրենց փոքրիկները կարասնորեր վերջ կբերեն հետ ծննդյան բայց մենք այս տոնը միայն չենք վերաբահած կարասնորյա փոքրիկներու այլ գտնունենք մեր բոլոր փոքրիկները անոնք որ նոր պիտի ընձայվին անոնք որ արդեն ընձայյալ են նույնիսկ մգրդված են որովհետև մենք կհավատանք որ մեր յուրաքանչյուր փոքրիկը մեր ժողովրդին համար իրապես լույսի ջարակայթ մնե եւ մենք կհավատանք որ այս նոր սերունդ լույսով է որ մեր ժողովուրդը պիտի գարենա վերագանքնել իր արժեքները վերակտնել եւ այս տխուր պայմաններեն եւ գացություններեն վերելնել ինչպես սիկիչ առաջ մեր նախաքրիստոնյա հայրերը ըմբռնած են իբրև խորհրդանշան մակրման եւ մեր եկեղեցին յուրացնելով այդ ավանդությունը քրիստոնեական նշանակություն մտված է եւ այդ քրիստոնեական նշանակության ամենաջշգրիտ բանացևումը ես
թեև գրագին չի առնչված ադիգա, բայց ամենաջշգիտ բանացևումը կգտնեմ 17-րդ դարու մեր հայրերեն լսես շնորհալի հավատող խոստովանիմին այն աղոթքը, որ գսե հուր գենթանի Քրիստոս, ըս հուր սիրո կոզոր արգեր հերգիր փորփոքյա հանցնիմ։ Ով Քրիստոս թուն որ աբրող գրագն ես, որ երկրի վրա ցկեցիր այդ սիրույթ գրագը, ադիգա թողին նեսիտիս զիս մակրամակրե եւ այսպես շատ քեղեցիկ աղոթք մնե։ Ինչպես ասի ճիշտ է որ աղոթքը գրագին չի առնչված, բայց ճշգրտակույն ցևով կփնորոշե Քրիստոս հուրը։ Շատ շնորհակալ ենք դեր հարցեր վարձ կգադար այս ցուրտ օծին չմերժեցիք մեր սկաուտները։ Ցերկաչության։ Մոդեցի, գրագին շուշ, երմը երկելու համար, պարմը վարելու համար, սերմը վարելու համար։ Մենք իջենք, բայց կմնանք վիշայ, չենք մոռանալ մեր մայրենի լեզուն, մենք անվերջ իր ստեղծը կինալով, մեր ազգը միշտ բարձր վահելով, բարձր ենք, միշտ բարձր մենք մնանք, չլուծվի սիրար սիրենք, մեր սուրբ ադիվը բարձր բահենք, չլուծվի սիրար սիրենք, մեր սուրբ ադիվը բարձր բահենք։ Բարև Արբի։ Բարև Թամար։ Արբի մեր հարցազրույցը որերինք ըսիք որ հատուկ ուշադրություն պիտի դարձնեք հայկական ավանդություններուն եւ արժեքներուն մասին։ Գարձեմ առաջին օրինակներ ասի։ Այո, ահա վասիկ առաջին օրինակը ինչպես ասիր, դիարն թարաչը մեր հետոնասական օրերեն հայերուն դոն մնե, որ քրիստոնեության փոխանցված է եւ ինձի համար կարևոր էր որ մեր մասնավարչության համար կարևոր էր որ փոխանցենք ասիգա մեր հաջորդ սերունդներուն շատ հարուստ դոն մնե շատ նշանակություններ գրնա ունենալ դեր հայրը իր խոսքին մեջ հիշեց որ purity դոն մնե ասիգա ադիգա շատ քեղեցիկ բան է որ մենք մեր բզդիկներուն փոխանցենք նաև աս քեղեցիկ մեր ավանդությունները պետք է անպայման հիշեն այս օրերը բահբանեն, այո։ Շատ շնորհակալ ենք ձեր վարձքը գադար։ Մերսի։ Մեկ ամիս առաջ Եղեսո հոգապարությունը նշանակեց Եղեսո կորզաթիր մարմինը, որուն միան նվադակն է սվաղիլ միան եկեղեցվո հետ։ Եվ մենք ասոր ընդմեջ են ծևը որ պիտի աշխատենք մեր եկեղեցվո, ինչպես առանվեաբար այս տարի հայտարարած է հոգևոր կյանքի վերանորոգման տարի, մենք կուզենք օրադոր համար եւ անցյալ տարի հայտարարած էր մեր ավանդություններով վերագենսավորման տարի, ուրեմն ասոր պատճառով մենք կուզենք կորձակցել մեր գետրոնի մեջ աշխատող բոլոր միություններուն հետ, որոնց որբեսի գարանանք իրենց հետ գազմագերբել եկեղեցվո վերաբերյալ արարողություններ, որբեսի թե մեզի, թե իրենք, որոնք վերջ-վերջո եկեղեցին ժողովուրդն է, թե իրենց անդամները ավելի մոդեն գիտնան հայ եկեղեցու պատմությունը, ավանդությունները եւ մեր դոները։ Այս վարակային հոմետմենի վարչությունը դերհոր հետ կապված էր եւ ես իրենց հետ կապվեցա եւ որոշեցինք որ դիարն թարաչը որ միշտ ամեն տարի փետրվար 14-ին գուկա մենք եկեղեցու առողջություն արդեն գնենք եւ ինչպես տեսակ եկեղեցու մեջ ընդհանրապես մանուկներու համար է եւ մենք մեր անձնախումբեն անդամներ հերացանեցին եկեղեցու մեջ մգրդված վերջին 3 տարիներու մգրդվողներուն եւ տեսակ մոտարապես 152 հոգի գարբզդիկները եւ որոշեցինք հոմետմենեք որ որովհետեւ գրագը միսկոմ կարելի չէ լար որոշ հրշեջներու հարցեր կան ասկոմը բիդլա եւ ինչպես տեսակ մենք եկանք ժողովուրդեն մեկ բաժին ամեզ հետ վերինք Շատ գեղեցիկ էր ամբողջ արարողությունը եւ հարույգը
ուրեմն ծեր համագործակցությունը իսկապես ողջունելի է, ծերված կգադա։ Եղավ շատ շնորհակալ ենք եւ մենք միշտ բոլոր միություններուն հետ գուզենք առիթներ գտնել, որովհետեւ գարենան իրենց հետ համագործակցել։ Սևակ, ուրեմն այսօր գտեսնեմ, որ սկաուտները կմասնակցին եկեղեցական, ասենք, դոնիմը, ցեզի համար ինչու կարևոր էր եւ ինչ էր իրենց բարդականությունը այսօր։ Անշուշտ ինձ համար կարևոր է, որովհետև շատ բզիկներու համար, որ ասենք հայկական դպրոց չեն երթար կամ հայկական մշակույթին շատ ծանոթ չեն, կարևոր է, որ եկեղեցին հետ կապ ունենան եւ ասկա լալով առաջին անգամներեն, որ գնենք որ դիարն տարաչի ցերնարկը, առողջությունը, բզիկներուն համար լավ սևմն է, որ իրենք ալ գարնան աս մշակույթին մաս կասմել եւ իրենք գարնան երկել, խնդալ, գրագի վրան ցածկել եւ ներս ավելի ուշ հյուրասիրվել։ Եվ ինչ է ձեր գարձիկը մինչև հիմա։ Մինչև հիմա ինչպես կլսվի որ բավական հաջող է գրագի վրա ցածկելը գահավնին որ ասկես առաջ կանի մատ բարբարեցինք դիգալավ էր դեր հայրը կանի խոսք սավ հետաքրքրված գերեվեին որ ինդեսագետես շատ հաջող։ Այժմ միասնապար մտնենք ներս ուր դեղի ունենա հյուրասիրություն։ Թարերեն մեզի փոխանցված ավանդություններն ու դիարընթարաչի դոնին արծիվ գմախտենք, որ այս խարույգը գխապանե չարը ծեր դուներեն ներս, աբակինում գպերը հիվանդներուն, գիրագանացնե ծեր իխծերը, նշանված զույքերուն գարժանացնե սուրբ պսագին, իսկ պսակված զույքերուն դուները գործնե, համովիկ և առողջ զավակներով։ Ծեր բոլորին սիրո դոնը շնորհավոր, գամ ինչպես որ գսեն հյուսիսային Ամերիկայի մեջ, Happy Valentine's Day։ Ծեզի հետ էինք Գարոշ Օրմելյան, Թամար Շահինյան, Հայ Հորիզոն, Մոնտրեալ։
ոչ